Ավելի քան համաձայն եմ Ռոբերտ ջան քեզ հետ, այո, այն քաղաքական միավորները, ովքեր ընտրապայքարի մեջ մտել են ձայն փոշիացնելու համար, հրաշալի հասկանալով, որ իրենք որևէ տեսական, գործնական, հրաշքի հնարավորության դեպքում անգամ չունեն հնարավորություն մոտենալու կամ հաղթահարելու անցողիկ շեմը, բայց կամ Նապոլեոն են, կամ տառապում են ծանր հոգեկան հիվանդությամբ, իսկ քաղաքական նարցիսիզմը դա ծանր հոգեկան հիվանդություն է եւ այդուհանդերձ հրաժարվում են մեծ միավորների մեջ մտնել, ես միանշանակ պնդում եմ, որ ինչպես արդեն ասեցի, կամ նրանք չստացված Բոնապարտներ, Չերչիլներ, Շառլ դը Գոլներ են, կամ հոգեկան խնդիրներ ունեցող նարցիսներ են, որոնք ուղղակիորեն նպաստելու են Նիկոլի վերարտադրությանը, որովհետև այդ փոշիացած ձայնը այս պահին ես հաշվել եմ արդեն այն կուսակցությունները տեսանելի է, չէ, ովքեր արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու եւ չեն անցնելու, հենց այս պահին մեր զրույցի պահին 10-11% արդեն ձայն փոշիանալու է, դրանից 4.5%-ը գնալու է Նիկոլին եւ ուրեմն հունիսի 8-ին մենք հատ տալու ենք Նիկոլի օգտին ձայն փոշիացրած պստլիկ բոնապարտիկների անունները